Միջազգային հանրությունը շարունակում է ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցումը։ Արաբական պետությունների լիգան անհրաժեշտ և կարևոր քայլ է որակել հակամարտությունը դադարեցնելու և Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարությունը հաստատում է լիակատար աջակցությունը համաձայնագրին, որը սահմանում է վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու հիմքերը։ Հույս ունենք կստորագրվի վերջնական և համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կարգավորի երկու երկրի միջև բոլոր վիճահարույց խնդիրները, ասվում է հայտարարությունում։ Իսլամական համագործակցության կազմակերպությունն էլ համոզմունք է հայտնել, որ համաձայնեցված փաստաթուղթը կամրապնդի անվտանգության և կայունության հիմքերը Կովկասյան տարածաշրջանում ու կհաստատի հակամարտությունների կարգավորման գործում խաղաղ միջոցների արդյունավետությունը։ ԻՀԿ գլխավոր քարտուղարությունը վերահաստատում է լիակատար աջակցությունը երկու երկրի միջև երկխոսության շարունակմանը, ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Լյուքսեմբուրգի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելը կարծիք է հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը վճռական քայլ կլինի երկու երկրի հարաբերությունների լիարժեք կարգավորման ու տարածաշրջանի կայունության ճանապարհին։ Ստոկհոլմը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։ Շվեդիան ողջունում է այն լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և խրախուսում է դրա արագ ստորագրումը, նպաստելու տարածաշրջանում տևական խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը, գրված է Շվեդիայի արտգործնախարարության X էջում։ Կիպրոսը ևս ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում է պայմանագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը։ Դա կնշանակի վճռորոշ քայլ դեպի կայունություն և բարգավաճում տարածաշրջանում, նշել են ԱԳՆ-ից։ Մալթայի արտգործնախարարն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը որակել է կարևոր քայլ Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ճանապարհին։ Ողջունում ենք կողմերին երկխոսությանը նվիրվածության համար և հուսով ենք, որ վերջնական համաձայնագիրը շուտով կստորագրվի, X-ի միկրոբլոգում գրել է Յան Բորգը։ Չիլիի կառավարությունը հիմնարար քայլ է որակել համաձայնագրի վերջնականացումը, որը միտված է Հարավային Կովկասի բարգավաճմանը։ Չիլին կոչ է անում երկու երկրին օգտվել այս պատմական հնարավորությունից կառուցել գործակցության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագա, ասված է կառավարության հաղորդագրության մեջ։ Դիանա Գասպարյան, լուրեր։